բանակցային փաթեթը ինչի մասին է եղել, ինչպես 7 շրջանները վերադարձնել Ադրբեջանին եւ ինչ անել Լեռնային Ղարաբաղի հետ, ընդ որում Լեռնային Ղարաբաղի հետ բոլոր բանակցային փաստաթղթերում պարզ չէր թե ինչ է լինելու, իսկ ինչ է լինել, եթե պարզ ինչ է լինելու, պետք է իմանաս ինչ է այդ պահին, իսկ այդ պահին բոլորը ճանաչում են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մի վարքյան ավարտեմ, հեսա դետալներով էլ կանրադառնամ։ Եվ այսինքն մի կողմից մենք ունենք ռազմական բյուջեի հարաբերակցության փոփոխություն իր օգուտ Ադրբեջանի, մյուս կողմից ունենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ իրենց մերձավորների ընտանիքների ընտանեկան բյուջեների աճ, մյուս կողմից ունենք բանակցային փաստաթղթերի շարունակական վատթարացում հայկական կողմի համար եւ մյուս կողմից ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանը նույնիսկ այդ վատթարացող փաստաթղթերին չի ասում այո, որովհետեւ ինքը, որովհետեւ ներողություն ես կպատասխանեմ, որովհետեւ ամեն հաջորդ փաստաթուղթ դառնում է ավելի լավը Ադրբեջանի համար։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ վերջին փաստաթուղթը, որին կողմերից որևէ մեկը ասել է այո, եղել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որին Հայաստանը իդեմ Սերժ Սարգսյանը ասել է այո, Ադրբեջանը իդեմ Իլհամ Ալիևի ասել է ոչ։ Դրանից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, ես հարցի եմ պատասխանում։ Չի եղել որևէ փաստաթուղթ, որին հայկական կողմը ասի հակառակ ասեմ։ Չի եղել փաստաթուղթ, որին Ադրբեջանը ասի այո եւ Հայաստանը ասի ոչ։